Ողջույն բոլորին, այս տեսանյութում խոսեմ մի փոքր աստղաբանության մասին եւ այն մասին, թե ձուկ նշանը ձեր անձնական քարտեզում որ տան մեջ է գտնվում եւ նա ձեզ ինչ է տալիս, ինչ բնավորության գծեր է տալիս։ Ովքեր որ գիտեն իրենց աստղաբանության քարտեզը, ապա ձեզ համար շատ հեշտ կլինի նայել, հատկապես եթե ունեք ձեր ձեռքի տակ։ Ես շատերին եմ տվել, շատերին եմ ուղարկել իրենց նկարները, նաև ուղիղ եթերի ժամանակ դուք ինքներդ կարողացել եք նկարել ձեր քարտեզը, այնպես որ ավելի հեշտ կլինի ձեզ համար, որպեսզի հասկանաք, թե ձուկ նշանը ձեզ մոտ որ տան մեջ է, միգուցե նաև երկու տների մեջ է, ապա դուք պետք է լսեք նաև, եթե օրինակ առաջին եւ երկրորդ տների մեջ է, ապա դուք պետք է նայեք եւ առաջին եւ երկրորդը։ Լսեք, այսինքն թե ինչ բնավորության գծեր է տալիս նա ձեզ, երբ որ նա գտնվում է ձեր այս կամ այն տան մեջ։ Եվ եթե անգամ դուք ձեր քարտեզը չգիտեք, ապա սա լսելով դուք կարող եք հասկանալ, թե ձուկ նշանը ձեզ մոտ որ տան մեջ է գտնվում։ Միգուցե դուք ձեզ գտնեք այստեղ։ Միգուցե երկու տարբերակ է իրար հետևից, բայց պետք է լինի տարբերակները։ Եթե օրինակ 5 եւ 6-ը ձեզ համապատասխանում է, բայց դուք չգիտեք ձեր քարտեզը, ապա շատ հավանական է, որ նա գտնվում է ձեր 5 եւ 6-րդ տներում։ Եվ այսպիսով սկսենք հենց առաջին տնից, եթե ձուկ նշանը ձեզ մոտ գտնվում է առաջին տանը։ Արտաքուստ մարդը կարող է թվալ բաց, ընկերասեր, ինտելեկտուալ եւ փորձարար, ով շրջապատը ընկալում է որպես հետաքրքիր ու անսովոր աշխարհ։ Բայց ներսում նա կարող է ունենալ շատ մեծ զգայունություն եւ կարեկցանք։ Նրա ներսում կարող են թաքնված լինել հսկայական երևակայություն, ուրիշների ցավը շատ խորը զգալու ունակություն, ուժեղ զգացմունքայնություն, ինքն իրեն կորցնելու կամ մոռանալու միտում։ Նա կարող է այնքան տարված լինել ուրիշներին օգնելով ու նրանց խնդիրները փրկելով, որ մոռանա ինքն իր մասին։ Եթե ձկներ նշանը գտնվում է ձեր երկրորդ տանը, ապա գումարի նկատմամբ վերաբերմունքը կարող է լինել թեթև եւ ոչ նյութապաշտական։ Այս մարդու համար գումարը կարող է ընկալվել ոչ այնքան որպես նպատակ, որքան որպես ազատության, ճանապարհորդության, հաճույքների եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելու միջոց։ Նրա ներսում կարող է լինել նաեւ մարդկանց օգնելու ուժեղ ցանկություն։ Դրա պատճառով նա երբեմն կարող է գաղտնի գումար տալ կարիքավոր մարդկանց, նույնիսկ սեփական խնայողություններից։ Դագայում կարող է ափսոսալ դրա համար կամ ծանր տանել այն փաստը, որ իր ունեցվածքը բաժանել է ուրիշներին։ Այսինքն գումարի սահմանները կարող են բավական թույլ լինել։ Ում մոտ որ ձկներ նշանը գտնվում է երրորդ տանը։ Խոսելու ձևը կարող է լինել արագ եւ մտքերը մեկը մյուսից առաջ ընկնող։ Մարդը կարող է շատ արագ անցնել մի թեմայից մյուսը։ Տեղեկությունները նա հաճախ փոխանցում է զգացմունքների եւ գեղեցիկ պատկերների միջոցով, ոչ թե չոր ու փաստացի ձևով։ Նա կարող է նույնիսկ ճշմարտությունը մի փոքր փոխել կամ զարդարել, որպեսզի գեղեցիկ պատմություն ստացվի։ Վեճերի ժամանակ կարող է փորձել այնպես խոսել, որ բոլոր կողմերը հաշտվեն, նույնիսկ եթե դրա համար ստիպված է լինում համաձայնել հակամարտության երկու կողմերի հետ։ Եթե ձեզ մոտ ձուկ նշանը գտնվում է 4-րդ տանը, արտաքուստ մարդը կարող է լինել շատ սոցիալական, ակտիվ եւ շփվող, իսկ ընտանիքի կամ տան ներսում լրիվ հակառակը, հեռացած եւ փակ։ Նա կարող է ընտանիքը ընկալել որպես մի վայր, որտեղ քաոս է եւ հստակ սահմաններ չկան։ Ներսում կարող է ապրել այնպիսի զգացողությամբ, որ ինքը անտեսանելի զոհ է, ով տարիներով իր վրա է վերցրել ընտանիքի խնդիրների մեղքը։ Կարող է երկար ժամանակ հանդուրժել թունավոր կամ դժվար բնավորությամբ հարազատներին եւ դժվարությամբ դուր փակել նրանց առջև։ Եթե ձուկ նշանը ձեզ մոտ գտնվում է 5-րդ տանը, մարդու ստեղծագործական գործընթացը կարող է լինել շատ լայն, երևակայական եւ լավատեսական։ Նա կարող է շատ ուժեղ կապված լինել իր ստեղծագործական գաղափարներին եւ հետաքրքրություններին։ Սիրային հարաբերություններում կարող է լինել շատ զգացմունքային եւ ռոմանտիկ, երբեմն նույնիսկ չափից ավելի իդեալականացնելով սիրելի մարդուն։
Նա կարող է սիրելիին տեսնել ոչ թե այնպիսին, ինչպիսին իրականում նա կա, այլ այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում։ Այստեղ կարող է լինել նաև պլատոնական սիրո, երազելու և անիրական սպասումների միտում։ Եթե ձեր ձուկ նշանը գտնվում է 6-րդ տանը, աշխատավայրում մարդը կարող է դրսևորել իրեն որպես էքսցենտրիկ, ոչ սովորական և շատ ստեղծագործ մտածողությամբ անձ։ Նա կարող է ունենալ անսովոր գաղափարներ և նորարարական մոտեցումներ։ Նրա ներքին մեխանիզմը կարող է աշխատել այնպես, որ նա երկար ժամանակ չկարողանա հանգիստ թողնել որևէ խնդիր, մինչև չգտնի դրա լուծումը։ Սակայն երբեմն նա կարող է իր վրա վերցնել ուրիշների խնդիրներն ու ցավերը, որովհետև դժվարանում է ասել ոչ։ Եթե ձեզ մոտ ձուկ նշանը գտնվում է 7-րդ տանը, հարաբերություններում մարդը կարող է ընտրել վառ, հետաքրքիր կամ նույնիսկ մի փոքր էքսցենտրիկ զուգընկեր։ Զուգընկերը կարող է ամբողջությամբ փոխել նրա կյանքի կամ հարաբերությունների վերաբերյալ պատկերացումները։ Ներսում կարող է լինել հարաբերությունների նկատմամբ չափազանց մեծ ակնկալիք։ Մարդը կարող է երկար ժամանակ համբերել, մինչև վերջ հարմարվել զուգընկերոջը և նույնիսկ մոռանալ սեփական ցանկությունների ու սահմանների մասին։ Նա կարող է իր վրա վերցնել հարաբերությունների ամբողջ պատասխանատվությունը։ Եթե ձեզ մոտ ձուկ նշանը գտնվում է 8-րդ տանը, սեքսի, մահվան և մեծ գումարների թեմաները մարդը կարող է ընկալել բավական ինտելեկտուալ և սառը ձևով։ Բայց երբ բախվում է ճգնաժամային իրավիճակի, նրա այդ սառնությունը կարող է անհետանալ։ Մարդը կարող է հրաժարվել իրավիճակը վերլուծելուց և փոխարենը աղոթել կամ խորը ընկնել դեպրեսիվ վիճակի մեջ։ Այնուհետև կարող է փորձել վերականգնվել, փոքր քայլերով դիմադրելով դժվարություններին։ Այսինքն այստեղ հիմնական միտքն այն է, որ մարդը սովորաբար կարող է ամեն ինչ վերլուծել մտքերով, բայց երբ կյանքը իրական ծանր փորձություն է տալիս, զգացմունքները շատ ավելի ուժեղ են դառնում։ Եթե ձեզ մոտ ձուկ նշանը գտնվում է 9-րդ տանը, մարդու աշխարհայացքը կարող է լինել ազատ, մարդասիրական և առաջադեմ։ Նա չի սիրում կուրորեն ընդունել այն, ինչ իրեն ասում են, սիրում է ինքնուրույն մտածել, ուսումնասիրել և սեփական կարծիքը ձևավորել։ Նրան կարող են հետաքրքրել փիլիսոփայությունը, գիտությունը, հոգևոր թեմաները, տարբեր մշակույթները, աշխարհի տարբեր գաղափարներն ու հավատալիքները։ Նա կարող է ցանկանալ աշխարհը փոխել և մարդկությանը ինչ-որ օգտակար բան տալ։ Բայց երբեմն կարող է նաև չափազանց իդեալական պատկերացում ունենալ աշխարհի մասին և փորձել մարդկանց փրկել իր համոզմունքները նրանց փոխանցելով։ Եթե ձեր ձուկ նշանը գտնվում է 10-րդ տանը, հասարակության մեջ մարդը կարող է ստեղծել առաջադեմ, նորարար և մի փոքր խորհրդավոր մարդու կերպար։ Նա կարող է իրեն տեսնել որպես նոր գաղափարներ բերող, ուրիշներին ճանապարհ ցույց տվող կամ մարդկանց մտածելակերպը փոխող անձ։ Նրա համար կարևոր է, որ իր աշխատանքը կապված լինի ազատության և ինքնուրույնության հետ։ Նա կարող է չցանկանալ աշխատել այնտեղ, որտեղ իրեն չափազանց շատ են վերահսկում։ Իսկ իրականում նրա հիմնական նպատակը կարող է լինել այն, որ մարդկանց համար ավելի լավ և անվտանգ ապագա ստեղծի։ Եթե ձեզ մոտ ձուկ նշանը գտնվում է 11-րդ տանը, ընկերական շրջապատը կարող է բաղկացած լինել շատ տարբեր, ինքնատիպ և հետաքրքիր մարդկանցից։ Նրանք կարող են միավորել ոչ թե անձնական նմանությունները, այլ ընդհանուր գաղափարները, նպատակները և հետաքրքրությունները։ Մարդը կարող է շատ կարևորել ազատությունը և չսիրել չափազանց կպչուն ընկերությունները։ Միաժամանակ նա կարող է շատ ուժեղ հետաքրքրվել հասարակական, մարդասիրական կամ գլոբալ խնդիրներով։ Նա կարող է ցանկանալ օգնել մարդկանց և նույնիսկ ներգրավել այնպիսի խմբերի կամ համայնքների մեջ, որոնք փորձում են աշխարհը դարձնել ավելի լավը։ Եվ եթե ձեր ձուկ նշանը գտնվում է 12-րդ տանը, ինքնիր տանը, այստեղ ամեն ինչ կարծես ավելի շատ տեղի ունենում մարդու ներաշխարհում։ Մարդը կարող է շատ ուժեղ զգալ իր շրջապատի տրամադրությունները և ուրիշների զգացմունքները։ Նա կարող է ունենալ շատ հարուստ երևակայություն և
երազային աշխարհ, որտեղ հաճախ փախչում է իրականության դժվարություններից։ Նրա ամենամեծ ուժերից մեկը կարող է լինել կարեկցանքը եւ ուրիշների ցավը հասկանալու ունակությունը։ Բայց կա նաեւ վտանգ։ Մարդը կարող է այնքան խորանալ ուրիշների խնդիրների մեջ, որ կորցնի սեփական սահմանները եւ մոռանա ինքն իրեն։ Այս դիրքում հատկապես կարևոր է սովորել օգնել ուրիշներին, բայց չվերցնել նրանց ամբողջ ցավը սեփական ուսերին։ Այսքանը սիրելիներս, եթե հետաքրքրում է շարունակեմ այս թեմաները, դա վերաբերվում է միայն ձեր անձնական քարտեզին եւ ձեր բնավորության գծերին։ Դե իհարկե ես նշում եմ համառոտ տարբերակը, բայց եւս ինձ թվում է ձեզ հետաքրքիր կլինի, թե ինչպիսին է կամ ձեր կողակիցը, եթե գիտեք իր քարտեզը, կամ դուք այս կամ այն հարցերում, որովհետեւ յուրաքանչյուր մոլորակ, յուրաքանչյուր նշան, որ գտնվում է այս կամ այն տան մեջ, բնական է մեզ որևիցե նոր եւ հետաքրքիր բնավորության գծեր է տալիս։ Ըստ իր բնավորության գծերի, ըստ նման այդ նույն կենթանակերպի նշանների բնավորության գծերի։ Այսքանը լավ եղեք։